Տիկին Դարցյան գիտակի օրը խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ հետաքրքիր է թե նախ միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը ցուցակների մասով ինչ փոփոխություններ է արել եւ արդյոք վերջնականացրել է ցուցակները եւ հանձնել տարածքային անձնագրային բաժիններ։ Այո, վերջնական ցուցակները արդեն պատրաստ են։ Մենք ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի դրանք պետք է հրապարակեին քվեարկության օրվան նախորդող 7-րդ օրը, ինչը եւ աղրել ենք, երկու կայքերում, ինչպես ներքևոթերի նախարարության կայքում, Elections միակ եկողել են, այնպես էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի Elections կայքում, վերջնական ցուցակները մի քանիերը արդեն հրապարակված են եւ վաղը ամսի 4-ին դրանք փակցվելու են նաեւ ընտրատեղամասերի պատերին։ Այսօր այն օրն է, երբ մենք այդ տպված պատրաստ ցուցակները եւ մատյանները փոխանցում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղական բաժինների մեր գոլեգաներին, դրանք բնականon փոփոխ։ Ընտրողների թիվը Պարզ է։ Ընտրողների թիվը պակասել է, ես եթե անդրադառնամ նախնական մեր կողմից հրապարակված թվին, ինքներս նման մոնիտորինգ կրկին չէինք իրականացրել, բայց հարցումներ ստացանք, մասնագետներ կային, որ նկատել էին, որ ընտրողների թիվը ավելի քան 100,000-ով պակասել է։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ Արցախցիները նախկինում կարողանում են քվեարկել, հիմա ոչ։ Ոչ, իհարկե ոչ, դա չի հարցը, հակառակը արցախցիները հիմա ստանում են քաղաքացիություն եւ թիվը մեծացնում են ընտրողների, նախկինում չեն ունեցել քաղաքացիություն եւ թվում հաշված չեն եղել, միայն նրանք, ովքեր հաշվառման բերումով են հայտնվել այդ ցուցակներում, նրանց փոքր թիվը կարող էր ընդգրկված լինել։ Հարցն այն է, որ 21 թվի ընտրական օրենսգրքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ մտան 21 թվի ընտրություններից հետո 22-ի հունվարի 1-ից, մենք ցուցակներում հաշվում ենք միայն նրանց, ովքեր ունեն վավեր անձնագիր կամ վավեր նույնականացման քարտ, կամ լրացել է վավերականության ժամկետը, սակայն քվեարկության օրվա նկատմամբ այդ լրացած լինելու ժամկետը չի անցել 6 ամիս։ Եթե մինչև 6 ամիս է ժամկետը լրացած, այդ ժամկետից բացատրելով անձը կարողանալու է ընտրել եւ նրանց թիվը հաշվում ենք։ Իսկ 21 թվականին ուղղակի նայել ենք, որ լինի քաղաքացի եւ 18 տարեկան, բնականաբար թիվը ավելի մեծ։ Այ արցախցիների մասով կխնդրեմ պարզաբանեք վերջո Արցախի մեր հայրենակիցները, որոնք ունեն կապույտ անձնագիր 070 կոդով եւ նախկինում 21 թվականին կարողացել են իրավունք են ունեցել մասնակցելու, այս տարի կարող են թե ոչ եւ ըստ տեղեկության կարծես թե չեն կարող, ինչու։ Ձևակերպումը հարցի ինքնին շփոթեցնող է, այնպես չի, որ նույն թիրախումբը 21 թվականին իրավունք է ունեցել ընտրելու, այս տարի իրավունք չունի։ Կարգավորումը ընտրական օրենսգրքի շատ ունիվերսալ է, սահմանադրությամբ ամրագրված է, այն հետևյալն է։ 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձն է, որ իրավունք ունի ընտրելու ուրեմն համապետական ընտրություններին, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ օտարերկրացիները փոքրականները եւս ընտրում են։ Հիմա մենք ունենք 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1064 որոշում, որով հստակ սահմանվում է ով է համարվում փախստական։ 3 խումբ է նկարագրվում եւ մեկ ունիվերսալ պայման, որը հավասարապես վերաբերելի է բոլոր 3 խմբերին։ Այդ պայմանն է չհանդիսանալ այլ պետության քաղաքացի, այդ թվում Հայաստանի Հանրապետություն։ Հիմա եթե մենք որոշակի ստուգումների արդյունքում հայտնաբերում ենք, որ անձը չնայած տեղահանվել է Ղարաբաղից, բայց առաջին անձնագիրը ստացել է Հայաստանի Հանրապետությունից, հաշվառումը Հայաստանի Հանրապետությունն է, ստացվում է անկախ 070 կոդով անձնագրից, ստացվում է, որ լիովին ընկնում է քաղաքացիության մասին օրենքի կարգավորումների ներքո եւ համարվում է ոչ թե փախստական, այլ քաղաքացի։ Մենք մինչեւ ընտրական թեմայի համատեքստը ունեցել ենք շատ բողոքներ, որ ինչու եք ինձ համարում քաղաքացի, չէ որ ես տեղահանվել եմ, չէ որ ես մի ամբողջ կյանք ապրել եմ Ղարաբաղում եւ ես պետք է լինեմ փախստական։ Մենք բացատրել ենք, որ քանի որ որոշ հանգամանքների բերումով ձեր իրավական կարգավիճակը տարբերվում է մյուս տեղահանված անձանց իրավական բնութագրիչներից, դուք ստացվում է, որ համարվում եք Հայաստանի քաղաքացի։ Այ իրենք են, որ 21 թվականին ընտրել են։ Իրենք են, որ հիմա եւս ունեն ընտրելու իրավունք։ Գումարած մոտ Այսինքն լավ չհասկացա որոնք որ համաձայն են, որ իրենք քաղաքացի են։ Ոչ, համաձայնությունը կանավոր չի լինում, հետեւյալն է։ Ով առաջին անձնագիրը ստացել է Հայաստանի Հանրապետությունից, ոչ 070 կոդով, եւ ում հաշվառումը Հայաստանի Հանրապետությունն է, ոչ Ղարաբաղ։ Այս երկու բնութագրիչները, չափորոշիչները, որ ստուգում ենք եւ ստացվում է Հայաստանի Հանրապետություն, ստացվում է որևէ տարբերակիչ հատկանիշ չկա, որով մենք ասենք դու փախստական ես, ոչ թե քաղաքացի։ Հիմա խնդիրը ո՞րն է, ես լավ չհասկացա, վերջո փախստականներին չի թույլատրվում, թե Իհարկե փախստականներին չի թույլատրվում ընտրել։ Բայց նրանք երկուսն էլ Արցախի հաշվառմամբ եւ 070 կոդով քաղաքացիություն անձնագիր ունեն։ Ղարաբաղի հաշվառմամբ եւ 070 կոդով անձնագիր կրողները չեն։
իրենք պետք է ստանան։ Բայց 21 թվականին ինչու են ընտրել։ Չեն Ընտրել են, բայց ըստ էության դուք վկայակոչում եք հատուկ ընտրել, ում հաշվառումը եղել է Հայաստանի Հանրապետությունը։ Դուք եթե գիտեք այսինքն Արցախի հաշվառմամբ որևէ քաղաքացի երբևէ չի ընտրել։ Բայց տեսեք, կարծեմ արցախցի փաստաբան կա, ինքն էլ է այսպես լայվ արել, խոսել այդ մասին, այլ անձինքել, որ կարող են դիմել դատարան եւ նույնիսկ արդեն кейսեր կան, որ դատարանը պարտավորեցրել է, որ դուք թույլ տաք ընտրեն, ընտրության մասնակցեն։ Քաղաքացիական դատարանի 3 դիտորդներ ունեին, որոնցից 2-ը բեկանվել են երկուշաբթի օրը, մեկի բեկանումը մենք վերաքննիչ բողոքի ենք ներկայացրել, այսօր առավոտյան տեսանք դատալեփսին հրապարակված է, 3-ն էլ բեկանվել են։ Վերաքննիչով բեկանվել են։ Այո, որովհետև դրանք մենք համարել ենք, որ ընդդատյա չեն, բողոքարկել ենք, նկարագրել ենք ինչու ընդդատյա չեն, ինչու նշանակում ընդդատյա չեն, այսինքն ենթակա չեն եղել քաղաքացիական դատարանի կողմից քննման առարկա, որպես չեն հանդիսացել։ Պետք է վարչական դատարանը քննի։ Այո, եւ դատարանը բավարարել է։ Իսկ եթե վարչական դատարան դիմեն եւ վարչական դատարանը բավարարեր, կտեսնենք։ թե լավ Տիգին Դավթյան, մամուլում հրապարակումներ եղան նաև, որ պետությունը դիտավորյալ ձգձգում է կամ խոչընդոտում է արցախցիների ՀՀ քաղաքացիություն ստանալու այդ գործընթացը, որպեսզի հունիսի 7-ից հետո ընկնի դա։ Կա նման բան, թե ոչ եւ ինչու, եթե կա։ Իհարկե չկա նման բան, դուք հենց այսօր կարող եք մոտենալ մեր Հաղթաշենի գլխամասային գրասենյակ ամեն օր հարյուրավոր Ղարաբաղից տեղանված փախստականներ, Եկեք Արցախից ասենք էլի, ժամանակին ասում էի։ Որոնք ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հենց այսօր, մենք հենց այսօր իրենցից վերցնում ենք անձնագրի դիմում, տրամադրում ենք տեղեկանք, որ հնարավորություն ունենան ընտրելու։ Ամեն օր է դա շարունակվում, եթե նայեք օրինակ հունիսին քանի տեղահանված անձ է ստացել քաղաքացիություն ներողություն հունվարին, փետրվարին, մարտին կտեսնեք, սկզբում թիվ եղել է 1200, հետո 1650, հետո հաջորդ ամիս ապրիլի ընթացքում 2500։ Ինչքան է տևում գործընթացը անձնագիր ստանալու։ 90 աշխարհ, չէ, անձնագիրը 5 օր է, բայց մինչև քաղաքացիություն ստանում 90 աշխարհ։ Քաղաքացիություն ստանալը միակ ճանապարհն է ընտրությունների մասնակցել։ Արդեն մոտ 27-28 հազար անձ հիմա կոնկրետի ձեռքստակ չի ստացել են Հայաստանի քաղաքացիություն, մնում է մեծագույն մաս անձնագրավորված են, չանձնագրավորված մի քանի հազարն են, 3000-ի մոտ, բոլորին անընդհատ խրախուսել ենք մոտենալ հասցնել անձնագիր ձեռք բերել, որ մասնակցեն ընտրություններին։